Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց մատուցում է սնանկության հետ կապված տարատեսակ ծառայություններ եւ սկսած խորհրդատվության տրամադրումից մինչեւ սնանկության դատարանում գործերը ներկայացնելը, վարելը, սնանկության կառավարիչների հետ աշխատանքը եւ մեր ծառայությունները հետեւյալ շրջանակն է ընդգրկում, դա կարող է լինել օրինակ, սնանկության գործընթացում տեղի ունեցած հաջորդի արդյունքների վիճարկում, կարող է լինել սնանկության գործընթացի շրջանակներում արդեն պարտապանների գրանցում եւ համապատասխան ուրեմն գործողությունների ձեռնարկում, որպեսզի իրենց պահանջները բավարարվեն եւ ասենք օրինակ, անձինք ստանան սնանկության վարույթի շրջանակներում իրենց հասանելի գումարները, դա կարող է լինել հարկադրված սնանկության հետ կապված մասնագիտական աջակցություն, կամավոր սնանկության դեպքում, ամբողջ այսպես ասած համապարփակ ձևով մատուցում ենք մենք ծառայությունները, խորհրդատվության տրամադրում, դիմումի կազմում, ներկայացնում սնանկության դատարան, աշխատանք սնանկության կառավարչի հետ, ֆինանսական առողջացման ծրագրի կազմում կամ այսպես, դրա կազման աշխատանքներում ներգրավում եւ այլն, այսինքն այսպես սնանկության վարույթի հետ կապված ցանկացած տեսակի ծառայություն մատուցվում է Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության կողմից։ Ատովյան ընկերության ծառայությունները սնանկության իրավունքի ոլորտում անվճարունակության գնահատում, փաստացի եւ հաշվեկշռային անվճարունակության վերլուծություն, վճարային պարտավորությունների անվիճելիության գնահատում, ֆինանսատնտեսական վիճակի ուսումնասիրություն, պարտապանի պաշտպանություն, իրավաբանական անձանց եւ բիզնեսի ուղեկցում, ֆիզիկական անձանց սնանկության վարույթ, սուբսիդիար եւ համապարտ պատասխանատվությունից պաշտպանություն, պարտատերերի շահերի պաշտպանություն, հարկադրված սնանկության դիմումների նախապատրաստում, կանխամտածված սնանկության հատկանիշների բացահայտում եւ փոխկապակցված անձանց շրջանակի վերլուծություն։ Սնանկության վարույթները բավականին բարդ են իրենց ձևաչափով եւ տարողունակ աշխատանք պետք է կատարվի փաստաբանի կողմից, որտեղ առաջին հերթին, երբ որ անձը դիմում է մասնագետի, փաստաբանի եւ ցանկություն է հայտնում սնանկ ճանաչվելու, ապա փաստաբանը պետք է մանրակրկիտ դիտարկի տվյալ անձի իրավիճակը, դրա գույքային հնարավորությունները, կատարի համապատասխան հարցումներ, տարբեր նախարարություններ, կադաստր, պայմանական ասած ճանապարհային ոստիկանություն, տարբեր նախարարություններ, բանկեր, դեպոզիտարիա, հավաքի գույքի եւ արկա պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, վերլուծի այդ տեղեկատվությունը, տեսնի արդյոք տվյալ պահի դրությամբ 2 միլիոն դրամը գերազանցում է թե ոչ այդ պարտավորությունը, արդյոք անձը ամուսնացած է, թե ամուսնացած չէ, եթե օրինական կարգով ՔԳԱԿ մարմնում գրանցված է անձի ամուսնությունը, ապա համանման ուսումնասիրությունը պետք է կատարվի նաև տվյալ անձի կնոջ կամ ամուսնու հետ կապված, ճշտվում է արդյոք իրենք ունեն գրանցված ՍՊ, ԱՁ, եթե աշխատավարձ են ստանում, ապա որքան է կազմում այդ աշխատավարձի չափը, այսինքն բավականին լուրջ հետազոտական, վերլուծական աշխատանք պետք է կատարի փաստաբանը եւ մենք դա կատարում ենք, որպեսզի անձին տանք ճշգրիտ տեղեկատվություն, արդյոք առկա են հիմքեր, որպեսզի տվյալ անձը կամավոր հիմունքներով ենթարկվի սնանկության, թե ոչ։ Այստեղ նաև շատ կարևոր է դիտարկել, որպեսզի այդ ամենը չդիտվի որպես կանխամտածված սնանկություն, ինչի համար, որտեղ կանխամտածված սնանկությունը դա ըստեյության քրեորեն պատժելի արարք է եւ բնականաբար պետք է անձին նախազգուշացնել, որ կա այդ ռիսկը, որպեսզի նա չենթարկվի վաղեմյուսօր այդ գործընթացի համար որևէ պատասխանատվության։ Եթե
խոսքը գնում է հարկադիր սնանկության մասին, դա արդեն այլ գործընթաց է, էլի որ մեր իրավաբանները դա ուսումնասիրում են եւ համապատասխան, այսպես ուղղորդում են եւ համապատասխան այլ բնույթի արդեն դիմում է կազմվում, լինում են դեպքեր, որ ենթադրենք, սնանկության շրջանակներում տեղի ունենում աճուրդ, անձի գույքը օտարվում է, նա համարում է, որ աճուրդի գործընթացն է խախտվել, դա մեկ այլ արդեն ուղղություն է ուսումնասիրության եւ գործը դատարան դիմելու եւ դատարանում գործը տանելու, ինչպես նաեւ ենթադրենք, կարող է լինել դեպք, երբ որ մի ընկերություն պարտքեր ունի իր աշխատողների հանդեպ աշխատավարձի չվճարման եւ կա օրինակ նաեւ դատարանի վճիռ, ըստ որի տվյալ գործատուն անձին պետքա այսքան կամ այնքան ըստեյության գումար փոխանցի որպես չմարված աշխատավարձ, սակայն կա սնանկության վարույթ այդ ընկերության հետ կապված եւ դա մեկ այլ նաեւ մեխանիզմ է, դա պարտատերերի ցուցակում, գրանցել աշխատանք սնանկության կառավարչի հետ, դատարանի հետ եւ այլն, որպեսզի սնանկության շրջանակներում նաեւ օրինակ տվյալ աշխատակիցը կամ աշխատակիցները կամ այլ անձ, որի հանդեպ չմարված ֆինանսական պարտավորություն ունի այդ ընկերությունը, որպեսզի կարողանան իրենց գումարները ստանան։ Այսինքն ուզում եմ ասեմ, սնանկության գործընթացը բավականին բարդ գործընթաց է, որը պահանջում է շատ մեծ ջանքեր իրավաբանից, փաստաբանից, այդ ամենը հավաքագրելու, վերլուծելու, ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու, սնանկության դատարան դիմելու կամ սնանկության կառավարչի հետ աշխատելու իր վստահորդի։ Պատովմյան ընկերության ծառայությունները ֆինանսական առողջացման ոլորտում, սնանկության վտանգի վարույթ, կանխատեսվող սնանկության իրավական գնահատում, սնանկության վտանգի դիմումի նախապատրաստում, ֆինանսական ցուցանիշների կանխատեսողական վերլուծություն, ֆինանսական առողջացման ծրագիր, ծրագրի մշակում եւ իրավական հիմնավորում, պարտատերերի հետ բանակցություններ եւ համաձայնության ապահովում, ֆինանսավորողի պահանջների արտահերթ բավարարման ձևակերպում, մորատորիումի ռեժիմ, բռնագանձումների եւ կատարողական վարույթների դադարեցում, տուժանքների եւ տոկոսների հաշվարկման կասեցում, ապահովված պարտատերերի համարժեք պաշտպանություն։ Վերջերս պետությունը արմատապես փոփոխեց սնանկության մասին օրենսդրությունը եւ մենք ունենք գործող սնանկության մասին համապատասխան օրենք, որը տարիների ընթացքում ենթարկվել էր որոշակի փոփոխությունների, սակայն ներկայումս մենք արդեն ունենք ընդունված սնանկության մասին օրենսգիրք, որը ուժի մեջ է մտնելու 2027 թվականից եւ բազմաթիվ մոտեցումներ ըստ այդ սնանկության օրենսգրքի վերանայվելու են, բնականաբար դա մեզանից էլ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության մասնագետներից պահանջում է նոր օրենսդրության եւ նոր մեխանիզմների մանրակրկիտ ուսումնասիրություն, վերլուծություն, դրա հետ կապված նաեւ մեր վստահորդներին պատշաճ խորհրդատվության տրամադրում, նաեւ ըստ էության, մենք մեր աշխատանքում փորձում ենք կիրառել եւ ներդնել թվային գործիքներ, կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս ավելի հեշտացված եւ ավելի արդյունավետ ընթացակարգով վարել սնանկության գործերը մեր վստահորդների, ինչպես նաեւ մեր մասնագետները շարունակաբար մասնակցում են տարատեսակ վերապատրաստումների, սնանկության օրենսդրության փոփոխությունների, նոր մեխանիզմների ներդրման համար, ինչպես մենք նաև փորձում ենք ուսումնասիրել միջազգային պրակտիկան, միջազգային լավագույն փորձը, նպատակ ունենալով հնարավորինս որակյալ եւ արդյունավետ ծառայություններ մատուցել մեր վստահորդներին սնանկության բնույթի ցանկացած գործով։
Ատոմյան ընկերության ծառայությունները սնանկության վարույթում և օրենսդրական արդիականացումը, վարույթի ուղեկցում, դիմումների և փաստաթղթային փաթեթի նախապատրաստում, ներկայացուցիչ սնանկության դատարանում, կառավարչի գործողությունների վիճարկում, օրենսդրական արդիականացում, նոր սնանկության օրենսգրքի ուսումնասիրություն, անցումային ժամանակահատվածի ռազմավարության մշակում, մասնագիտական վերապատրաստումներ և սեմինարներ, թվային լուծումներ, առցանց խորհրդատվություն և վարույթի մոնիտորինգ, ժամկետների ավտոմատ հետևում և ծանուցումներ, արհեստական բանականության տեխնոլոգիաներ անվճարունակության ռիսկերի կանխատեսման համար։ Ամփոփելով կարող եմ ասել, որ սնանկության վարույթը ինքը լրիվ այլ ուղղություն է, մենք ունենք մասնագիտացված դատարան, սնանկության դատարան, որը ունի գործերի քննության իր կանոնները, իր համապատասխան օրենսդրական կարգավորումները, մեխանիզմները և դա սնանկության գործերով զբաղվող անձանցից պահանջում է համապատասխան մասնագիտացում, որովհետև սնանկության վարույթը իր բնույթով տարբերվում է քաղաքացիական գործերով, այլ գործերով վարույթներից։